Քրիստոնեություն, թե հինդուիզմ։ Երբ համեմատում ենք քրիստոնեությունն ու հինդուիզմը, մենք գործ չունենք պարզապես երկու տարբեր մշակույթների կամ ծեսերի հետ։ Մենք կանգնած ենք իրականության մասին երկու ամբողջովին տարբեր պատկերացումների դիմաց։ Հինդուիզմը սովորեցնում է, որ իրականության հիմքում գտնվում է անանձնական ուժը, բրահմանը, իսկ աշխարհը, որում ապրում ենք, մեծ մասամբ պատրանք է։ Մարդը այդ համակարգում կորցնում է իր անձնային արժեքը, իսկ բարին ու չարը լուծվում են կարմայի եւ վերածնունդների անվերջ շղթայի մեջ։ Քրիստոնեությունը հակառակն է պնդում։ Այն հայտարարում է, որ իրականությունը ունի անձնական հեղինակ, որ աշխարհը իրական է, ոչ պատրանք, եւ որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով, որպես բարոյապես պատասխանատու եւ իրական անձ։ Այս երկու մոտեցումները չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել։ Կամ իրականությունը անանձնական է, կամ անձնական։ Կամ մարդը լուծվում է ամբողջի մեջ, կամ ունի իրական արժեք։ Այս տեսանյութում մենք կտեսնենք, որ քրիստոնեությունը ոչ միայն հավատք է, այլ տրամաբանական, բարոյական եւ գոյաբանական առումով ավելի ամբողջական բացատրություն իրականության համար։ Մինչդեռ հինդուիզմը իր բազմազանությամբ ու հունությամբ հանդերձ չի կարող հետևողական կերպով պատասխանել մարդկանց ամենակարևոր հարցերին։ Մենք կհամեմատենք այս երկու աշխարհայացքները ոչ թե զգացմունքներով կամ ավանդույթով, այլ տրամաբանության, բարոյականության եւ իրական կյանքի փորձի լույսի ներքո։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հինդուիզմի հիմքում ընկած է բրահման գաղափարը, անանձնական, անորոշ, անբացատրելի իրականություն, որը վեր է բարուց եւ չարից, մտքից եւ կամքից։ Հինդուական աստվածները Բրահման, Վիշնուն, Շիվան եւ մյուսները ոչ թե անկախ աստվածներ են, այլ նույն անանձնական իրականության տարբեր դրսևորումներ։ Այս համակարգում Աստված անձ չէ։ Նա չի մտածում, չի կամենում, չի դատում եւ չի սիրում բարոյական իմաստով։ Աստված ավելի շուտ ուժ է կամ վիճակ, քան գոյություն ունեցող անձ։ Սա անմիջապես բերում է լուրջ խնդիր։ Ինչպես կարող է անանձնական իրականությունը ստեղծել անձնային գիտակցություն, բանականություն եւ բարոյականություն։ Քրիստոնեությունը հայտարարում է արմատապես այլ բան։ Աստված անձնավորված է։ Նա ունի միտք, կամք եւ սեր։ Նա խոսում է, գործում է եւ բացահայտվում պատմության մեջ։ Քրիստոնեական Աստված 3 անձերով մեկ միասնական էություն է, բարոյապես կատարյալ եւ տրամաբանական։ Միայն անձնային Աստված կարող է բացատրել բանականության գոյությունը, բարոյական օրենքի առկայությունը եւ սիրո իրական իմաստը։ Միայն անձնային պատճառից է, որ կարող է առաջանալ անձնային արդյունք։ Սա փիլիսոփայականորեն եւ տրամաբանորեն հետեւողական է։ Հինդուիզմում աշխարհը դիտվում է որպես մայա, պատրանք։ Իրականը ոչ թե այն է, ինչ տեսնում ենք, այլ անտեսանելի, անանուն իրականությունը դրա հետևում։ Սա առաջացնում է մի շարք խնդիրներ։ Եթե աշխարհը պատրանք է, ապա գիտելիքը նույնպես պատրանք է։ Ճշմարտության որոնումն իմաստազրկվում է։ Պատմությունը կորցնում է նշանակությունը։ Ի վերջո, եթե իրականությունը պատրանք է, ապա ինչպես վստահել հենց այդ ուսմունքին։ Իսկ քրիստոնեությունը պնդում է, որ աշխարհը իրական է, այն ստեղծված է եւ ոչ պատրանք։ Աշխարհը ունի սկիզբ, նպատակ եւ իմաստ։ Պատմությունը գծային է, ոչ շրջանաձև։ Սա հնարավոր է դարձնում գիտությունը, պատմությունը եւ ճշմարտության ճանաչումը։ Քրիստոնեությունը չի փախնում իրականությունից, այլ բացատրում է այն։ Հինդուիզմում մարդը վերջնական արժեք չունի։ Նա ընդամենը անցողիկ ձև է վերածնունդների անվերջ շղթայում։ Մարդը կարող է վերածնվել որպես կենդանի կամ միջատ։ Անձը կամ ատմանը ժամանակավոր է, իսկ տառապանքը բացատրվում է կարմայով։ Անարդարությունը արդարացվում է անցյալ կյանքերով։ Այս համակարգում մարդը երբեք չի կարող վստահ լինել, որ արժանի է կարեկցանքի։ Իսկ քրիստոնեությունը ասում է. մարդը ստեղծված է Աստծո պատկերով։ Սա նշանակում է, յուրաքանչյուր մարդ ունի անփոխարինելի արժեք։ Կյանքը մեկ է, եզակի եւ պատասխանատու։ Մարդը բարոյապես ազատ է։ Տառապանքը միշտ չէ, որ պատիժ է, եւ մարդը երբեք չի կորցնում իր արժանապատվությունը։ Հինդուիզմում չարը հաճախ համարվում է պատրանք կամ անգիտություն։ Բացարձակ չար գոյություն չունի։ Բայց սա բերում է լուրջ հակասության։ Եթե չարը պատրանք է, ապա արդարությունը նույնպես պատրանք է։ Իսկ եթե ցավը իրական է, ապա պատրանքի բացատրությունը ձախողվում է։ Իսկ քրիստոնեությունը ընդունում է, որ չարը իրական է եւ տառապանքը իրական է։ Մեղքը իրական է, բայց այստեղ կա մի բացառիկ բան։ Աստված ինքն է մտնում մարդկային տառապանքի մեջ։ Խաչը ցույց է տալիս, որ Աստված անտարբեր չէ։ Նա չի բացատրում ցավը վերացական կերպով, այլ կրում է այն։ Սա ոչ միայն բարոյական է, այլ նաև տրամաբանական։ Սիրող Աստված չի կարող հեռու մնալ ցավից։ Հինդուիզմում
փրկությունը կամ մոքշան ձեռք է բերվում սեփական ջանքերով, գիտելիքներով, մեդիտացիայով եւ ասկետիզմով։ Սա բարդ ճանապարհ է, հասանելի միայն քչերին։ Իսկ քրիստոնեության մեջ քրիստոնեական ուսմունքը հայտարարում է, որ փրկությունը շնորհ է, ոչ թե վաստակ։ Ոչ թե մարդն է հասնում Աստծուն, այլ Աստված է իջնում մարդու մոտ։ Սա արդար, մարդասիրական եւ տրամաբանական է։ Պատմության տեսանկյունից հինդուիզմը հիմնականում միֆոլոգիական է, ժամանակը շրջանաձև է, իսկ պատմությունը երկրորդական։ Իսկ քրիստոնեությունը հիմնված է կոնկրետ պատմական իրողությունների վրա՝ Հիսուս Քրիստոսի կյանքը, մահը եւ հարությունը։ Եթե հարությունը չի եղել, քրիստոնեությունը կեղծ է, բայց եթե եղել է, ապա այն բացատրում է իրականությունը ավելի ամբողջական կերպով, քան ցանկացած այլ համակարգ։ Պատմության տեսանկյունից քրիստոնեական պնդումները ստուգելի են, իսկ հինդուիզմինը ոչ։ Ամփոփելով կարող ենք ասել, այս համեմատությունը ցույց է տալիս պարզ, բայց խորը ճշմարտություն։ Հինդուիզմը լուծում է մարդուն անանձնական ամբողջի մեջ, իսկ քրիստոնեությունը հաստատում է մարդուն որպես անձ։ Հինդուիզմը փախնում է չարի իրական լինելուց, իսկ քրիստոնեությունը դիմագրավում է այն խաչի վրա։ Քրիստոնեությունը ոչ միայն հավատք է, այլ տրամաբանական, բարոյական եւ գոյաբանորեն ավելի ամբողջական բացատրություն իրականության համար։ Ճշմարտությունը պատրանք չէ, ճշմարտությունը անձ է։